Ինչու են տղամարդիկ ընտրում իրանցից ավելի մեծ տարիքով կանանց։ Եվ այս վերջերս ավելի շատանում է այս փաստը, որ տղամարդիկ ընտրում են ավելի հասուն կանանց։ Գիտեք, այստեղ հարցը սիրելու մեջ չի մենակ։ Հասուն կանայք ավելի ստաբիլ են լինում, ավելի կայացած են լինում եւ ավելի հանգիստ են լինում։ Հասուն կինը տղամարդուն տալիս է հանգստություն։ Եթե երիտասարդը նամյոկներով է խոսում, հասկացնելով է խոսում, էմոցիաներ է ցույց տալիս, հասուն կինը հստակ խոսում է ես ինչ եմ ուզում, ինձ ինչա պետք, մենք ոնց պետք է իրար հետ հարաբերվենք։ Հասուն կինը տղամարդուն տալիս է ստաբիլություն, տալիս է օգնություն եւ տալիս է ինքնավստահություն։ Հասուն կինը գնահատում է տղամարդուն եւ իր արածը եւ դրա մասին ասում է։ Եվ հասուն կինը ձեռք է մեկնում, որ տղամարդը իր տեղը գտնի, որ տղամարդը աճի եւ կողքից փոխանակ խանգարի եւ նյարդեր ցույց տա, օգնում է։ Հասուն կինը տղամարդու համար ավելի շատ հանգստություն է, ստաբիլություն է եւ ձեռքը, որը օգնում է իրան բարձրանալ եւ քայլել կյանքի ուղիները առանց դժվարությունների։ Եթե տղամարդու մայրը իր մանուկ ժամանակ իրան փնովել է, ցածրացրել է, միշտ իր մասին վատն է ասել եւ դժգոհ է եղել, այս տղամարդը մեծանալուն հետ մեկտեղ սկսում է բռնվել ավելի շատ ստաբիլ կանանցից, որոնցից ինքը կստանա այն ստաբիլությունը ու հավասարակշռվածությունը եւ ընդունված կլինի, ավելի հարգված կլինի, քան ինքը ապրել այն ժամանակ իր մայրիկի հետ։ Այսինքն ինքը փնտրում է մամա, ով իրան կօգնի, կսիրի եւ առաջ կտանի։ Նաեւ տղամարդիկ ում մայրերը գրավել են իրանց կնոջ տեղը, այսինքն կապրիզներ են անում, պահանջում են, չեն թողում տղան իրանից հեռու գնա, կաչելիների վրա են պահում, անընդհատ լավ ու վատ են անում, կնոջ դերում են իրանց տղայի առջև։ Այդ տղան գնում է մեծ կնոջը հետ է կապնվում, որ ավելի ստաբիլ մարդ լինի իր կողքը, որովհետև մայրը իր կողքը կապրիզ կնոջ պես է իրան պահում։ Նաև տղամարդիկ մեծանալով կարող է ընտրեն ավելի հասուն կին, եթե իրանց մանուկ ժամանակ լավ կերպարներ են ունեցել մեծ կանանց մեջ։ Կարա լինի մայրը, հորաքույրը, մորաքույրը, կանայք, ովքեր իրանց շրջապատում եղել են ու այդ ստաբիլ վիճակը իրանց տեսել են, ամեն դեպքում տղամարդիկ սիրում են կնոջ մեջ փոփոխություն, բայց իրանց էմոցիաների մեջ սիրում են ստաբիլություն։ Եվ այստեղ գալիս է մի պահ, որ դու պետք է իմանաս ոնց պետք է ապրես տղամարդու հետ։ Համ լինես երիտասարդ, համ լինես քո ձևերի մեջ, կնոջ կանացի լինես, հմուտ լինես, նաև տաս տղամարդուն հիմք, ստաբիլություն, որ ինքը իր ուժերը իմանա, գնահատված լինի, ավելի հստակ, ուժեղ, հասուն զգա կնոջ կողքին, որովհետև տղամարդու համար շատ կարևոր է, որ իր արարքները տեսնեն, իր արած գործերը տեսնեն, իր արած աշխատանքը գնահատեն, ներդրումները գնահատեն, տղամարդուն որպես էություն գնահատեն։ Իսկ այդպես կարող են գնահատել միայն կանայք, ովքեր կյանքի փորձ ունեն, որովհետև առհասարակ տղամարդը ուզում է կնոջից ստանա հանգստություն, հաճույք եւ ինքնաբավ զգա կնոջ կողքին։ Այս ամեն ինչը տալիս է իրան ավելի հասուն կինը, կյանքի փորձ ունեցող կինը, որը միանգամից ուղիղ խոսում է իր հետ, միանգամից ուղիղ գովում է ու ընդունում է իր արածները եւ երբեք չի տապալում նամյոկներով, հասկացնելով եւ այլն։ Կնոջ ուժը հենց այս պահելաձևի մեջ է։ Կինը ուժեղ է ոչ թե իր աշխատելով, ստեղծելով, բերելով, ծանր վերցնելով, ոչ։ Կինը ուժեղ է, հզոր է իր կանացի լինելով, հմուտ լինելով եւ հանգիստ լինելով եւ հաճույքի մեջ լինելով եւ տղամարդուն ստաբիլություն տալով։